Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ պատասխանել կարգավիճակով նորաթուխ ՔՊ-ական, իսկ հոգով երդվյալ ՔՊ-ական Սարիկ Մինասյանին, Գյումրվա Սարիկին, իմ հարցապնդումները առ այն մասին, թե ինչպես և ինչ միջոցներով Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հայտնի ՀՕԱԿ-ի աշխատակիցները ստեղծում են Գյումրվա շներին կամ քնեցնում են, ինչպես նաև հարցին վրացական համարներով գազելը ինչ գործ ունի և ինչ իրավական հիմքով, լսեցի նրանց երկխոսությունը այդ անհասկանալի լրագրողի հարցապնդումներով, ինչու համար նախ խորհուրդ կտամ լրագրողին Մանվել Գրիգորյանի անունը տալիս շատ զգույշ լինի և շատ չափավոր, ժամանակին Մանվել Գրիգորյանի մոտ վազվզող և Մանվել Գրիգորյանի անունով երդվող այժմ արդեն կարգավիճակով նորաթուխ ՔՊ-ական Արթիկ համայնքի ղեկավարը, ՔՊ-ական կառույցի ղեկավարը Անանիկ Ոսկանյանը և ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ովքեր դարձել են Գյումրիում տասովչիկներ, ձայների տասովչիկներ ՔՊ-ի համար, օրինակ ինքը և իր Սարիկը, լրագրող և Սարիկը ինչու իրար հետ չխոսեցին, թե ինչպես են վերաբերվում տասովչիկները Մանվել Գրիգորյանի ազատագրած հողերին, հողերը հանձնելուն կամ ինչպես են վերաբերվում հայտնի տասովչիկներն առ այն փաստի, որ մինչև 18 թվականը իրենց արժեհամակարգը կապում էին, որ մենք արցախյան բովով անցած տղեկ ենք, մենք հաղթանակած տղեկ ենք, իսկ այսօր իրենք ասում են, որ կամ փաստերով հանձնել են իրենք Արցախը։ Հիմա անդրադարձ կատարեմ Սարիկին, Սարիկ, ես իմ իրավունքները շատ լավ գիտեմ և գիտեմ, թե նամակը ում եմ գրում, ինչ բովանդակության եմ գրում, ես շատ լավ գիտեմ, որ տարածք պետք է մտնել, որ տարածք պետք չի մտնել և դու քո փայով պատասխան տուր, որ օրինակի համար գալիս են վրացական համարներով գազելները, միգուցե նրանք հայտնի ՀՕԱԿ-ի աշխատողները չեն, այլ իրանք եկել են ուղղակի ոչնչացնեն շներին, կենդանիներին, կամ մյուսը, որ ասում եք ուռի գնդի տարածք, իսկ ուռի գնդի տարածքում դուք ունեիք այդ համապատասխան պայմանները շներին ստեղծացնելու համար և ինչն է հետաքրքիր, որ Սարիկ Մինասյանը որ սիրում է եկեք տանեմ ցույց տամ, խորհուրդ կտամ, եթե համարձակություն ունենաս, թե մինչև ընտրությունները, թե ընտրություններից հետո, արի ես քեզ տանեմ ցույց տամ մարդկանց, ովքեր բողոքում և ներկայացնում են, որ մի քանի շաբաթ առաջ այդ մարդկանց շներին տարել են և չեն վերադարձրել, և այդ մարդիկ իրենց պահանջը չգիտեին որտեղ ներկայացնեին, որ մեր շները որտեղ է տարել եք, ստեղծացրել եք, հետ բերեք, և ինչն է հետաքրքիր, որ Երևանի օրինակով ասեմ, որ ստեղծացած շները բազմանում են և նույնը նաև Գյումրիում, ես նկարել և փաստել եմ, թե նույն կենդանիների ականջներին դաջվածները ինչ վնասվածքներով են նրանք արել, կամ նույն այդ շներին տեղափոխելու պայմանները ոնց են այդ կենդանիներին գազանացնում, վայրի ձևով վերաբերվում և հետ վերադարձնում դեպի քաղաքային պայմաններ։ Սարիկ Մինասյանին խորհուրդ կտամ երեխաների ծնողների անունները տալիս նույնպես լինի շատ չափավոր, քանի որ ես հանդիպում եմ և ծնողների հետ, և երեխաների հետ, և կենդանասերների հետ, և եթե այսօր Գյումրիում քո բնորոշմամբ նմանատիպ խայտառակ վիճակ է, դրա պատասխանատուներից համար մեկը դա ՔՊ-ն է, որովհետև առնվազն 7 տարի քաղաքի կառավարմանը անմիջական մեծ մասնաբաժնով մասնակցում են։ Դրան գումարած եթե գումարենք նաև, որ
մարզպետարանը եւ այլ կառույցները նույնպես եղել են ՔՊԻ-ը, այս պարագայում ստացվում է այդ բոլորի մեղավորը հենց դուք եք։ Եվ եթե դուք ճիշտ աշխատանքները տանեիք ժամանակին նույն կենդանիների հետ կապված, այսօր այդ պատկերը չէր լինի։ Իսկ երեխաների ու ծնողների հետ իմ չափ շփում թող ունենան ձեր գործընկեր Տիգրան Ավինյանը եւ մնացածը։ Քաղաքի ենթակայության տակ գործող ՀՕԱԿ-ի աշխատակիցները լինելով քաղաքի բարձրագույն իշխանության ներկայացուցիչ Երևանի, ես հետևողական եմ, որ նրանք ինչպիսի աշխատանքներ են տանում, որ նրանց աշխատանքներից հետո շներն ավելի ագրեսիվանում են, ավելի գազազում են իրենց թրջացնելուց հետո եւ դրանից հետո ինչպես է ստացվում, որ քաղաքացիները նաեւ ասում են, որ շները կորում են, քնեցնում են կամ իրենց կատարած աշխատանքից հետո ինչպես Երևանում էին արել շները բազմացել են, նույն խնդիրը նաև Գյումրիում չլիներ։ Հետևաբար ես կատարում եմ իմ լիազորությունները եւ այս պարագայում նույնպես սրտացավ լինելով գյումրեցիներին, որ միլիոնավոր դրամներ Երևանի բյուջեից դուրս են գրում, օգտագործվի շատ արդյունավետ։ Ինչպես նաև կարծում եմ, որ շատ երևանցիներ, ովքեր ավել գույքահարկ, աղբահանություն եւ տրանսպորտի թանկացում, այդ գումարները, որ վճարում են Երևանի բյուջե, այդ գումարները օգտագործվի արդյունավետ եւ հիմնական խնդիրը մեր կայանում է նրանում, որպեսզի ծախսվող գումարը ծախսվի իրական նպատակին եւ արդյունավետ ծախսվի։ Տեսեք, սիրելի համաքաղաքացիներ, այնտեղ որ քողարկում են կամ վախենում են, դա նշանակում է, որ այդտեղ ինչ որ կա ստվեր, կեղտ, որը որ վախենում են ջրի երես դուրս գալ։ Սարիկ, այդ որ ասում ես, որ ուզեցել եմ ինչ-որ տարածք մտնեմ, նախ ի գիտություն քեզ ես ցանկություն չեմ ունեցել մտնել այդ տարածք եւ համբերատար սպասել եմ, պահանջել եմ ՀՕԱԿ-ի աշխատակիցները դուրս գան, բայց այդ տարածքի դռները բաց, այսինքն այդ տարածքում ով ուզում մտնում էր, ասում էր ջուր կուզեմ խմել, ով ուզում մտնում դուրս էր գալիս։ Իսկ հարցը հետեւյալն է, այդ տարածքում ինչ էիք թաքցնում, ինչից էիք վախեցած, որ ես հանկարծ չմտնեմ այդ տարածք։ Ինչն էր պատճառը։ Իսկ իմ կասկածները առ այն են, որ նախ չկար պայմաններ, երկրորդը շների նկատմամբ վերաբերվում եք շատ վայրագ ձևով եւ վերջում գազված հետ եք վերադարձնում քաղաք, այդ Գյումրու փողոցներ այդ շներին եւ ձեր ստերջացնելը ծառայում է միայն փող դուրս գրելուն, որովհետեւ ըստ կենդանասերների հաշվարկի մեկ շան ստերջացնելը մոտավորապես 38-ից մինչև 54,000 դրամ կապված շանչափերից գումար եք դուք դուրս գրում եւ դա պետք է արդյունավետ օգտագործվի։ Խնդիրը դա է եւ մեկ անգամ եւս կրկնեմ, ինչից էիր վախեցած, որ վախենում էիր ես այդ տարածք մտնեի։ Ինչ էիք թաքցնում այդտեղ։ Միգուցե դա կենդանիների գերեզմանոց եք դարձրել այդ տարածքը, թե այլ խնդիրներ կա։